Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Նորվեգիայում մի քանի օրեր անցկացնելու ընթացքում ես մի ճշմարտություն հասկացա, որ մեր պարտությունների, պատուհասների, կորուստների մի ահռելի բաժին կատարվում է մեր անհաշտության հետևանքով։ Կատարվում է մեր մարդկային անհաշտության պատճառով, երբ որ ասենք երկու հայ մարդ իրար հետ վիճում են եւ իրենք ասենք ամիսներով կամ տարիներով իրար հետ չեն բարիշում, իրար հետ չեն խոսում։ Այդ անհաշտությունը ոչ միայն Հայաստանում է կատարում, այդ անհաշտությունը նաև կատարվում է Սփյուռքում, ուր որ ես գնացել եմ, տեսել եմ տարբեր Սփյուռքի համայնքներում։ Ասեմ թե ինչու եմ այս մասին խոսում։ Ես այստեղ հանդիպեցի նորվեգացի քրիստոնյա մարդկանց եւ զրուցեցի իրենց հետ։ Նայում եմ հրաշալի գեղեցիկ երկիր։ 5 միլիոն ժողովուրդ է ապրում ընդամենը։ 5.5 միլիոն ժողովուրդ է ապրում այս, ինչ ասեմ, անծայրածիր երկրի մեջ։ 325,000 քառակուսի կիլոմետր։ Հայաստանից մոտավորապես 12, 13 կամ 14 անգամ ավելի մեծ երկիր, 5.5 միլիոն ժողովուրդ։ Ես մտածում եմ ոնց է, ու ապրում են խաղաղ, ապրում են շատ հարուստ, ապրում են իրար հետ հաշտ ու համերաշտ։ Ընդհանուր առմամբ հեզ են ու խոնար։ Դա այն է ինչ որ տեսնվում է։ Հիմա տեսեք, ես հիշում եմ Տեր Հիսուսի խոսքը 9 երանիներից, երբ որ ասում է երանի հեզերին, որովհետև նրանք պիտի երկիրը ժառանգեն։ Այդ մասին նաև խոսում է Նիկոլայ Սերբացին իր Պատերազմ եւ Աստվածաշունչը գրքում եւ ցույց է տալիս մի քանի ազգերի, որոնք որ երկրի մեծ հողատարածություններ են ժառանգել եւ ասում է նայեք այդ ազգերը հեզ ազգեր են եւ իսկապես երբ որ նայում ես այդ ազգերին տեսնում ես որ այդ ազգերը հեզ են եւ ահավասիկ Նորվեգիայում ես տեսնում եմ որ այս ժողովուրդը հեզ են ու խոնար։ Ես հարցրեցի քրիստոնյա մարդկանց այստեղ նորվեգների, ասեցի դուք ինչ եք կարծում, դուք ինչպես եք լուծում ձեր հարցերը կամ դուք հայերին ինչպես եք տեսնում։ Ինքը ասեց այդ մարդը, որ քրիստոնյա մարդ է, ինձ ասեց, գիտես, ասեց, ես տեսնում եմ, որ հայերը, ինքը Հայաստանում էլ ա եղել, ասեց, ես տեսնում եմ, որ հայերը երբ որ վիճում են իրար հետ, մեկը մի թթու խոսք է ասում կամ կծու խոսք է ասում, դնում ու քրտ կտրում են ու կարող է ամիսներով իրար հետ չխոսան, տարիներով իրար հետ չխոսան, բայց ասեց մենք այտենց չենք։ Ասեցի դուք ո՞նց եք, դուք կասեք, որ հեզ եք ընդհանուր առմամբ ժողովուրդը, ասեց հա մենք հանդարտ ենք, հեզ ենք, ուրեմն ասեցի ինչպես եք դուք այդ հարցերը լուծում։ Ասեց նայեք, Նորվեգիայի հարավային մասում, երբ որ երկու հոգի իրար հետ կոնֆլիկտ են ունենում, իրենք փորձում են ընդհանրապես այնպես ապրել, որ բանը կոնֆլիկտի չհասնի։ Իրենք խուսափում են կոնֆլիկտային իրավիճակներից եւ ասեց, եթե ինչ-որ մեկը նույնիսկ կծում է կամ մի թթու խոսք է ասում, իրենք գերադասում են, ոնց որ ասած, մյուս երեսը շուտ տա։ Ես հեսա քիչ հետո կասեմ, թե որոնք են դրա օգուտները։ Եվ այդպես կոնֆլիկտը հարթվում է, էսկալացիա չի լինում, եւ իրենք մնում են բարեկամներ ընդհանուր առմամբ։ Մոռանում են, հիշաչար չեն։ Իսկ ասեց Նորվեգիայի հյուսիսային մասերում, երբ որ ասեց թե մի քիչ մարդիկ ավելի դեռ ավելի ցուրտ է, բանա մի քիչ մարդիկ ավելի կտրուկ են, ասեց եթե մեկը մեկի հետ կոնֆլիկտ ունենա, կծու խոսք ասի, թթու խոսք ասի, ասեց մյուսը կպատասխանի։ Նույնիսկ կարող է եւ հարվածի, բայց հաջորդ օրը այդ կոնֆլիկտը մոռացվում է։ Հարցը լուծվում է նույն օրը, ասենք կռվեցիք, ծեծեցիք, տվեցիք իրար, բան, всё, կռվեցիր, ծեծեցիր, թե տակ մնացիր, всё, վերջացավ։ Երկրորդ օրը մի պահի։ Սիրելի ժողովուրդ, այս մեր իրարից նեղացած լինելը, հորողբորը չի խոսում, քերին քերու հետ չի խոսում, բարեկամը ազգական հետ չի խոսում, ընկերը տարիներով ընկերոջից է նեղացած կամ տրված։ Այս մեր իրարից նեղացած լինելը թուլացնում է մեր ազգը, թուլացնում է մեր պետությունը, թուլացնում է մեր անհատական կյանքերը։ Մենք պետք է սովորենք հեզ լինել ու խոնար լինել սրտով, ինչպես որ սովորացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Խնդրում եմ մտածեք, ինչպես ասեցի, նայեք Հայաստանում 3 միլիոն ժողովուրդ եւ ապրում է 28000 քառակուսի կիլոմետրի վրա եւ գնալով մեր երկիրը փոքրացել է։ Նորվեգիայում ապրում է ընդամենը 5.5 միլիոն ժողովուրդ, 325,000 քառակուսի կիլոմետր։ Մեծ երկիր, հարուստ երկիր, գեղեցիկ երկիր, հեզ ժողովուրդ, հանդարտ ժողովուրդ։ Եկեք սովորենք սիրելի ժողովուրդ, եթե իրար հետ կռիվ արեցինք, մենք այդ կռիվը հաջորդ օրը մոռանանք։ Եվ եթե դուք նախաձեռնողն եք, եւ եթե դուք մի տեսակ ոնց ասեմ, վերխ ունեք, ձեզ թվում է թե դուք հաղթել եք, դուք քաջություն ունեցեք, ազնվություն ունեցեք, Տեր Հիսուսից սովորելով գնալ եւ ներողություն խնդրել։ Գնա ասա, արի նստենք խոսանք, կներես սխալվեցի, կներես չկարողացա զսպել, ձեռքերս չզսպեցի, ավել խոսացի։ Մենք եթե հաշտվենք, մենք կլինենք ուրախ, մենք կլինենք ուժեղ, մեր պետությունը կլինի ուժեղ։
բայց հիմա մենք բոլորս ոնց որ կղզիներ լինենք բաժանված, իրարից կռված, իրարից նեղացած, իրարից քեն քշելով։ Նայեք նորվեգացիներին։ Տեսեք արդյունքը։ Չունեն թշնամի պետություններ։ 4 կողմից պաշտպանված են։ Կարծես թե Աստված իրանց պաշտպանել է։ Դանիան առաջ ժամանակին Դանիայի հետ կռվել են, բայց հիմա Դանիայից ոչ մի խնդիր չունեն։ Անգլիան կարա իրանց վրա հարձակվի, չի հարձակվում, Հոլանդիան կարա իրանց վրա հարձակվի, չի հարձակվում, Շվեդիան կարա իրանց վրա հարձակվի, չի հարձակվում, որովհետև կարծես թե այդ հեզությունն ու խոնարհությունը կատարվում է, ինչ որ Տեր Հիսուսը խոստացել է Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։ Սիրելի հայ ժողովուրդ, ուզում եք երկիրը ժառանգել, ուզում եք ունենալ ծովից ծով Հայաստան։ Եկեք սովորենք հեզություն ու խոնարհություն, որը որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ասեց սովորենք իրարից։ Ասեց եկեք իմ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ։ Մենք բոլորս հոգնած ու բեռնավորված ենք։ Մեր ժողովրդի մեծամասնությունը կներեք այս խոսքը պետք է ասեմ, ոնց որ աբիժնի կլինի, նեղացած լինի, վիրավորված լինի, կրված լինի։ Եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, եւ ես ձեզ հանգիստ կտամ, եւ Տեր Հիսուսն ասում է սովորեք ինձանից, ու ասում է ոնց։ Սովորեք ինձանից, որ հեզ եմ ու սրտով խոնար։ Մենք պետք է սովորենք այդ հեզությունն ու սրտով խոնարհները։ Ու եթե դուք լսում եք այս ձայնագրությունը ու մտածում եք, ասում եք ճիշտ է ասում, զանգեք, ում եք նեղացած, ումից եք նեղացած, ում եք կռված։ Մի հատ հեռախոսը Ժորժ ջան, վերցրեք, զանգեք։ Ասա լսի, ներողություն եմ խնդրում։ Ինչ անցել դա չի անցել։ Ներողություն եմ խնդրում։ Արի գնանք մի հատ կոֆե խմենք, արի գնանք մի բաժակ բան խմենք իրար, արի գնանք մի կտոր հաց ուտենք իրար, հաշտվենք։ Երբ որ մենք այս իրարից բաժանված, առանձնացած, կղզիացած, քեն քշած կապերը միացնենք, մենք կլինենք հզոր ազգ եւ Աստված կտեսնի, որ մենք ջանք ենք անում եւ մեզ շնորհ կտա, իմաստություն կտա, ճիշտ որոշումներ գտնել մեր երկրի, մեր պետության, մեր ազգի եւ մեր անձնական հարաբերությունների կյանքի մեջ եւ հաղթանակներ կտա մեզ։ Եվ մեր Տեր Աստծո, որ այս ամեն ինչը սովորացնում է մեզ ու բացում է մեր բոլորի առաջ։ Փառք, իշխանություն եւ պատիվ Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։